Միգուցե սահմանադրական դատարան ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վար։ Մի քիչ Վարդևանյանը, որ գաստ է, դենց էլ կլինի։ Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Կարող է լինել այդպիսին, պետք է լինի այդպիսին։ Եղել են մուտքագրման սխալներ, իհարկե եղել։ Կարող էին նրանք սխալներ անել, իհարկե կարող են սխալներ անել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ունենալ ռեալ պարլամենտարիզմ։ Ծովտանից հրապարակում գնդակար են։ Եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մասսական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք։ Թող գայ մարուտի մոտ մտնի դուրս գա։ Մեծ հաշվով ազատ էին արդյոք այն մարմինները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա։ Կինչաբա կեղծարար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանը ազատության մեջ։ Ինչի են իրանք ազատության մեջ։ Պետքա ուղղել այդ սխալը։ Ծառուկյանի առյուծը նրանից շուտ վանդակում հայտնվեց։ Վարդևանյանը գազ տվեց, բայց փչացած մեկենա դուրս եկավ։ Սահմանադրական դատարանը օրեր շարունակ, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին քննեց, որ ասի այս մի քանի բառը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մնում է ուժի մեջ։ Այսինքն նոր ընտրություններ չեն լինի, նոր գումարվող ազգային ժողովում կլինի 3 ուժ։ 7 քաղաքական ուժերի բողոքը անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձությունն էր իր ածանցյալ զարգացումներով եւ բազում շերտերով։ Նիստը հայտարարում է փակված, ստես չեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած հայտարարակ որոշումն էր, որ սահմանադրական դատարանի արդարադատության առարկան էր։ Այդ որոշումը ճանաչվում էր անվավեր, սանվանվում էր մանդատների բաշխման նոր կարգ։ Այն կարգը, որը պարտավոր էր սահմանել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս պահանջը սահմանադրական դատարան ներկայացրել էին 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերից 7-ը։ Վիճարկվում էր ԿԸՀ որոշումը, ըստ որի ազգային ժողովի դահլիճի դռները կբացվեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների ներկայացուցիչների համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն այդ դահլիճի դռներից հեռու էին մնում ընդամենը 155 ձայնով։ Դատական նիստի ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը ընդունեց, որ այո, իրանց համակարգը 100% ճշտությամբ չի կարող վերարտադրել, որովհետև 16000 մարդ է աշխատում, 70000 տղաներին մուտքագրում են։ ԲՀԿ-ում վստահ էին, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն նշանակեր 2 ընտրատեղամասերում, որոնցում քվեարկածների ձայները չներառվեցին ընդհանուր արդյունքում նկատված ընտրախախտումների պատճառով, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ։ Կուսակցությունը կանցներ խորհրդարան։ Այս փաստը հաշվի առնել է սահմանադրական դատարանին ներկայացված պահանջներից մեկն էր։ Դուք պարտավոր եք ապահովել ձեր գործատուի, ժողովրդի կամքի արտահայտությունը։ Դուք պարտավոր եք ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության 58500 քաղաքացիների ձայնը չկորի։ ՍԴՄ գործի շրջանակում 5 հանգամանք պիտի պարզեր։ Վերաքվեարկություն չնշանակելը ընտրության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցել է, թե ոչ, հարցը դրանցից միայն մեկն էր։ Քննարկվեց նաև այն, թե արդյոք եղել են ընտրության արդյունքի վրա ազդող քրեական բարույթներ, բռնության կոչեր, սպառնալիքներ, եղել է վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ կիրառում։ Հավասարության տեսանկյունից երբ խոսում ենք, բարձր դատարան, արդյոք կարող ենք նաև մենք որպես ընտրություններին մասնակցող ուժ ևս փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում օրինակ նպաստները բացացնենք։ Կարող ենք, թե ոչ։ Թե դրա մենաշնորհը պատկանում էր մեկ կուսակցության։ Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Բայց երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է կառավարության բնականon գործունեությունը։ Ինչ պետք է աներ կառավարությունը։ Դադարեցնել իր գործունեությունը։ Այսպես դիմողները, պատասխանողը, երրորդ կողմի ներկայացուցիչները մեկ շաբաթ շարունակ քննեցին ընտրության արդյունքի վրա ազդեցության հնարավոր շերտերը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի առերևույթ դեպքերի մասին պատմելիս պետք է ներկայացներ նաև դրանց հետ առնչվող քաղաքական ուժերի անունները։ Պետք է դատապարտեր ՔՊ-ին նախընտրական շրջանում թոշակները բարձրացնելու համար։ Պետք է վերաքվեարկություն նշանակվեր խնդրահարույց ընտրատեղամասերում։ Մեծ հաշվով ազատ էին արդյոք այն մարմինները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Լինենք խնայող ընտրական ինստիտուտի նկատմամբ։ Մենք ունեցել ենք 200,000 ավելի ընտրող, որ մասնակցել է քվեարկությանը, քան նախորդ ընտրությանը։ Նրանք 200,000-ով ավելի ընտրող է հավատացել ինստիտուտին, հավատացել ընտրություններին եւ եկել քվեարկի։ Պետք չի ամեն ինչի մեջ հանցագործություն որոնել։ Սահմանադրական դատարանը 7 ուժերի հորդորով հանցագործություն որոնեց, բայց չգտավ։ Գալյանի արձագանքն այսպիսինն էր. Արդարադատություն տեղի ունեցավ այդքան։ Բոլորը տեսան, որ ցավոք սրտի սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը։ Կա սահմանադրություն, կա սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն։ ՍԴ-ի որոշմանը հաջորդեց ընդդիմադիր 5 ուժերի համատեղ հայտարարությունն այն մասին, որ այն չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը, երկրում առկա քաղաքական ու իրավական ճգնաժամը, չի սրբագրում ընտրակեղծիքները։ Ձևակերպվեց 3 քայլից բաղկացած օրակարգ, որը ենթադրում է թույլ չտալ սահմանադրության փոփոխությունը, պաշտպանել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, հասնել իշխանափոխության։ Բայց խորհրդարանի լեգիտիմությունը չընդունող ընդդիմությունը առաջին քայլով որոշեց աշխատել հենց այդ խորհրդարանում։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ։ Մեր այնակիցներից մեկ ասում էր, հա, մանդատի համար էր այս ամենը։ Մանդատը մեզ ինչ է տալիս։ Ինձ ինչ է տալի։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Նարեկ Կարապետյանն արդեն հայտարարել է կաշխատի 1 դրամով։ Ընդդիմադիր որ գործիչներին կտեսնենք խորհրդարանում չի ասվում։ Բայց վիրավորանքի մասին մի շերտ եւս կա, որին այս հաղորդման շրջանակում պիտի անդրադառնանք։ Փաշինյան-Ծառուկյան հերրակա բանավեճը սկսվեց շպիոն բառից։ Ծովտանից հրապարակում գնդակարեն։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մացական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք։ Թող գայ մարուծի մոտ մտնի դուս գա։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անվան, խոստանում։ Ծառուկյանի առյուծը նրանից շուտ վանդակում հայտնվեց։ Առինջում քնեցվեցին ու կենթանաբանական այգի տեղափոխվեցին 3 առյուծ ու 4 վագր։ Մայր առյուծը այդպես էլ չարթնացավ։ Ծառուկյանի ուժի սիմվոլի անկումը պատահականություն էր, թե դիտավորություն հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Ընդհանրապես գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ։ Նույն ինտենսիվությամբ մի աղմուկ էլ բարձրացավ Ծառուկյանին զգետնելու կադրերից։ Դա հաջողվեց անել 7 ԱԱԾ աշխատակցի ջանքերով։ Քննարկվեցին առանձնատունը, որի խուզարկության համար 12 ժամ էր պետք, Ծառուկյանին պատկանող օբյեկտները, որոնց աշխատանքը դադարեցված է, աշխատողները, չաշխատող ու չվճարվող, հաճախորդները ծառայություններից զրկված։ Հանրային ուշադրության մնացորդը միայն հասավ բուն գործին, Ծառուկյանին ձերբակալելու հիմքերին։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության ավելի քան 8 միլիարդ 126 միլիոն դրամ արժողությամբ անօրինական գույք է ներմուծվել։ Փաստաթղթերը կեղծելու միջոցով գույքը օտարվել է։ Ծառուկյանը նաև մեղադրվում է վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի քաղաքացուց ավելի քան $930,000 հափշտակելու մեջ։ Ընդդիմադիր ուժերը այս գործողությունը կապում են ընտրություններում Ծառուկյանի մասնակցության հետ։ Ընդդիմադիր ուժերը աջակցում էին հերրակա Facebook-յան գրառումների միջոցով։ Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին եւ կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է։ Եթե նոր գումարվող ազգային ժողովի մեծամասնությունը, այսինքն նաև ՔՊ-ն չորոշի, որ պետք են նոր արտահերթ ընտրություններ, ապա առաջիկա 5 տարիներին երկրի մասին որոշումները կկայացնեն ՔՊ-ի 64, Ուժեղ Հայաստանի 29 եւ Հայաստան դաշինքի 12 ներկայացուցիչներ։ Ընդդիմությունը խոստանում է նաև ծավալել արտախորհրդարանական փողոցային գործունեություն, վերադասավորելով այս պահի ներքաղաքական իրավիճակի շերտերը։